խոսել իրենց հետ, մենք ասենք գրասենք նաև իրանից աշխատակիցներն ենք, գործականներն ենք, որոնք նաև ընտանիքների միջոցով են փորձում բարձր չտեղան։ Ընդհանուր պատկերը հետևյալն է։ Հազվադեպ է կապ հաջող։ Որտեվ կապը անկայուն է, որտեվ կապը կտրված է, անվտանգային երևի նկատառումներով այդ կապը անկայուն է։ Հետևաբար մենք բոլոր ջանքերը գործադրում ենք հասկանանք ինչ է տեղում, բայց այս պահին պատկերը հետևյալն է. մարդիկ փորձում են զգուշ լինել, տներից դուրս չեն գալիս, բայց խոճապային վիճակ չկա, սահմանին երևի գիտեք արտակարգ պատասխանում էլի, մի հատ որ հարց եք տալիս, մինչև վերջ լսեք։ Մարդիկ ինչ որ արտառոց խոճապային դեպի Հայաստան հոսք չկա եւ սպասողական վիճակում են։ Ինչը Հայաստանը պատրաստ անել, ես կարող եմ մենակ փորձի վրա հիմնվելով ասել, որ անցյալում 2023 թվականի հոկտեմբերի Իսրայել Համաս այդ հակամարտության սկզբի օրերին մենք ցույց տվեցինք, որ պատրաստ ենք նաև տարհանել մեր հայրենակիցներին ճիշտ հանգամանքներում, բայց ընդդեմ իհարկե շատ մանրուքներ կա, այսինքն դուք պատկերացրեք ինչա պատրաստ պետություն անել, ինչ կարող է Հայաստան անել, եթե ռազմական գործողություններ են գնում, հասկանաք, այդ բոլոր նրբությունները պետք է հաշվեն։ Պարոն Սինանյան, տեսեք, անընդհատ խոսում է այս կառավարության կողմից հիբրիդային պատերազմի մասին, Ռուսաստանի սալակներ ուղղելով Ռուսաստանի դեմ, էլի արտաքին հետախուզական ծառայությունը զեկույց հրապարակել ինչ-որ տվյալներ, որ Ռուսաստանից մարդիկ են բերում, այստեղ ուզում են պաշտոնի նշանակեն, որ նրանք ագենտ են, շպիոն են, չգիտեմ ինչ են։ Հետաքրքիր է, դուք էլ Սփյուռքից եք եկել, դուք ամերիկյան Սփյուռքից եք եկել։ Ինչ տարբերություն ռուսական Սփյուռքի, Ռուսաստանի գործիչների միջև եւ ամերիկյան։ Ես միտեղ կոմենտ կարդացի, ձեր հետ կապված կներեք, որ ուղիղ ասում են, այդ այսինքն օրինակ Սինանյանը շպիոն չի Ամերիկայի, մյուս Ռուսաստանից եկածները շպիոն են, ես փոխանցում եմ դες։ Տեսեք, ուրեմն ընդհանուր առմամբ, եթե ես ձեզ ասեմ, թե իմ մոտեցումը ինչ է, մենք մեր մարդկային բոլոր ռեսուրսները աշխարհում գտնվող բոլոր այն մարդկանց, որոնք գալիս են, պատրաստ են Հայաստանում ապրել, Հայաստանում հարկեր լուծել, կիսել մեր Հայաստանի բնակիչների ճակատագիրը, այսպես մեծ իմաստով, դռները բաց պետք է լինեն մեր երկրի եւ բաց են ըստ էության։ Հիմա դուք ինչ որ մարդկանց մասին եք ակնարկում, այնտեղ մի քիչ լրիվ ուրիշ իրավիճակ է, որտեղ այդ մարդիկ խոսում են ինչ որ պաշտոնների մասին, որոնք սահմանադրորեն իրենց համար անհասանելի են։ Օրինակ ծիծաղել է, ես օրինակ չեմ կարող իրենց պաշտոնի մասին խոսել, որը օրինակ սահմանադրությամբ արգելվում է երկաթի քաղաքացի։ Խոսքը նրա մասն է Ռուսաստանի, Ամերիկայի, Չինաստանի կամ չգիտեմ, Եվրոպայի Սփյուռքի մասին է օրինակ։ Ամերիկայից եկած մարդիկ շպիոն չեն, Ռուսաստանից եկածները շպիոն են։ Այնքան, լսեք, 10 րոպե հարց եք տալիս։ Հետո 30 վայրկյանի վրա մի անգամից ընդհատում եք։ Մի քիչ խնդրում եմ էթիկան պահպանեք, լսեք։ Շեղվել եք ուղղակի, չեմ շեղվել։ Հենց այդ դուք չեք ուզում նյուանսային տեսնեք, ամենից ձեր համար սենց է։ Ասում եմ, ձեզ պատասխանում եմ։ Շնորհակալություն հնարավորության համար։ Ուրեմն, տեսեք, երբ որ փաստեր կան նման երևույթների եւ դրա մասին բարձրաձայնում են մեր պետական գործիչները, նաեւ մեր անվտանգային ծառայությունները, դա այլ բան է, քան երբ որ փաստեր չկան։ Եթե փաստեր հայտնվեն, որ Միացյալ Նահանգները որևէ անձի միջոցով, օրինակ իմ միջոցով, փորձում են ներազդել ներքին հայկական քաղաքական գործընթացների վրա, դուք այդ հարցը ինձ տվեք, ես ձեզ կասեմ ճիշտ եք ասում եք փաստեր կա, բայց այսօր որևէ քրգործ, օրինակ հոգեվորականներ մեղադրում են, ասում են գործակալ, բայց որևէ փաստ, այսպես ասած, չկա, որևէ քրգործ այս մասով չկա, այսինքն ստացվում են ինչ փաստեր օրինակ, բացի հայտարարություններից, օրինակը բերեք։ Չէ, դուք եք նշում, դուք եք նշում։ Հետազոտությունները կատարվում են հավաքած ռուսական շրջանակների ուղղությամբ, այլ ոչ օրինակ արևմտյան շրջանակների։ Այդ ո՞նց է լինի, որ արևմուտքը այս պահին արևմտյան գործիչների կամ արևմտյան հայացքները, որ առավոտից երեկոն ինչ-որ ներազդող հայտարարություններ են անում, ելույթներ են ունենում։ Դուք ռուսական մամուլին օրինակ հետևում եք, հետևել եք վերջին 6 տարի, ասենք հետևել եք 18 թվականից հետո։ Իսկ դուք հետևում եք Միացյալ Նահանգների մամուլին։ Դուք այն արտահայտությունները, որը մի րոպե, էլի փորձում եք ընդհատել առանց լսելու։ Այն արտահայտությունները, որոնք համակարգված ձևով արվում են ռուսական քաղաքական շրջանակների, ռուսական այդ ինֆլուենսեր կոչվածների, որոնք հստակորեն ռուսական պետության հովանության տակ են, կարող եք համատել որևէ նման հայտարարության կամ որևէ նման լեքսիկայի Միացյալ Նահանգներից։ Եթե այն պահին որ կարող անեք, այն պահին որ մենք ուրեմն համամիտ ենք իրար հետ, դրա վրա կարելի է բայց